հրամանագիր։ Ես հարցնում էի, դուք փոխեցիք Արցախի բանակցությունների ամբողջ տրամաբանությունը, այսինքն ապրիլին 2022-ի, երբ որ ասացիք, որ պետք է իջեցնել նշաձողը եւ խոսել իրավունքներից եւ Իսկ դուք նկատել եք, որ իսկ դուք ներողություն միջազգային լայն կոնսոլիդացիա, բայց ապահովեց այդ կոնսոլիդացիան, ովքեր էին խոստանում այդ կոնսոլիդացիան։ Տեսեք, դուք իրավացիորեն նշում եք, որ մենք ասացինք, որ որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը եւ իրավունքները ապահովվի, մենք պիտի իջեցնենք նշաձողը մեր տրամաբանության մեջ։ Հասկացա, թողեք որ պատասխանեմ։ Եվ մենք իջեցրեցինք, ինչպես դուք դա ասում եք։ Եվ այն ժամանակ էլի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի խմբակը իշխանազավթների, նախկին իշխանազավթների եւ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ էլիտան, այսինքն մեծ մասը կուսակցությունների, նախկին նախագահները, այդ պահի նախագահները մեզ ասում էին դավաճաններ, այսինչ եք անում, ոչ մի դեպքում անկախությունից պետք է շարունակենք խոսել Լեռնային Ղարաբաղի անկախության մասին, այնտեղ նաեւ Եթե չեմ սխալվում, ազգային ժողովն էր Լեռնային Ղարաբաղի հայտարարություն ընդունում, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանները նույնպես Լեռնային Ղարաբաղի մաս են եւ այսպես շարունակ։ Մի խոսքով ստանդարտ դավաճան քպիականներ, մենք հայրենասեր ենք եւ այլն, ինչպես եք հանդգնում խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության մասին եւ չխոսել անկախության մասին եւ այլն եւ այլն։ Հիմա 2025 թվական, ընդ որում ես ինչ որ ասում եմ իրենց դիրքորոշումը, ըստ էության իրենց դիրքորոշումը հետագայում դարձավ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների էլիտայի դիրքորոշում։ Եվ ընդհանուր մինչև 2023 թվականի էթնիկ զտումը իրենք այդ դիրքորոշման շրջանակներում էին եւ մեր այսպես ասած իջեցված նշաձողի տրամաբանությանը դեմ էին եւ մեր քաղաքականությանը դեմ էին։ Իրենք գնացին իրենց քաղաքականության թողեք ավարտել։ Արդյունքում հիմա դուք լսել եք մի հատ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ էլիտայի խոսի օրինակ անկախության մասին։ Իրենք խոսում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների մասին։ Հիմա ներողություն։ Այսինքն, երբ որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը այնտեղ էր եւ մենք առաջարկում էինք խոսել դրա մասին, իրենք մեզ ասում էին դավաճան եւ իրենք նախընտրեցին գնալ այլ ճանապարհով, կրկին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դրդմամբ։ Հիմա, երբ որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է իրականացվել, նոր եկել են մեր ասածին։ Ուշ ինչպես միշտ։ Իդեպ մի հատ էլ առիթ օգտագործելով մի բան էլ ասեմ։ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանազավթ խմբակների կողմից եւ նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին իշխանությունների որոշ շրջանակների կողմից փորձ է արվում ցանկացած քննադատություն, որ իշխանությունը ուղղում է իրենց, կրկնում եմ իրենց, այսինքն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի խմբակներին կամ Լեռնային Ղարաբաղի էլիտայի որոշ ներկայացուցիչներին, իրենք փորձում են դա վերագրել որպես խոսույթ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Ես ուզում եմ Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդին, որոնք նույնն են ինչ ես, մենք նույն հայն ենք, իրենք մեր քույրերն ու եղբայրներն են, մեր ընտանիքի անդամներն են, ասել, որ կառավարությունը ոչ մի հակաղարաբաղյան սենտիմենտ չունի եւ թող հերու ուղարկեն իրենք այս ավանտյուրիստներին, որոնք փորձում են հակադրություն մտցնել Հայաստանի կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ։ Հիմա հերթով։ Մի րոպե շողիկ ջան, անդա դու ես կա։ Մի վիճեք, մի թիրախավորեք իրար։ Պարոն Ռուբինյան, դուք որ ասում եք հակաղարաբաղյան որևէ բան չկա, բայց օրինակ Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում ազգային ժողովի ամբիոնից, ասում էր բան միտինգի մատերիալներ, հա, արցախցիների մասին։ Ինչ է կա հենց հիմա խեղաթյուրում։ Ինքը ոչ թե ասում էր, որ արցախցիները միտինգի մատերիալ էին, այլ ասում էր Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ու իրենց խմբակները փորձում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին դարձնել միտինգի մատերիալ։ Համաձայն եք, դրանք տարբեր բաներ են։ Բայց դուք կասեք, օրինակ այդ ընթացքում միջազգային ինչ կոնսոլիդացիա ձեզ հաջողվեց ապահովել այդ օրակարգի շուրջ։ Ովքեր էին օրինակ երաշխավորում, որ արցախցիների իրավունքների եւ անվտանգության շուրջ կլինի կոնսոլիդացիա եւ աջակցություն։ Այդ դրա մասին եք դուք խոստանում, դա ինչ եղավ այդ օրակարգը։ Դուք ինձ ասում եք ինչ եղավ այդ օրակարգը, ես ասում եմ ինչ եղավ այդ օրակարգը։ Ասեք մի հատ, լսեք էլ։ Այդ օրակարգը ավարտվեց հետեւյալով. Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իրենց պրոտեժեների հետ միասին Լեռնային Ղարաբաղում իրականացրեցին իշխանափոխություն։
Մինչև Այդ իշխանապողությունից սպասեք, հեսա դրան էլ կանադառնա։ Իրականացրեցին իշխանապողություն, այդ իշխանապողություններից օրեր անց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ էթնիկ զտում։ Պարոն Ռուբինյան, Նիկոլ Փաշինյանն ասում է, երբ որ ինքը 2019-ին ստանձնում էր բանակցային այդ հեղափոխությունից հետո ստանձնում էր այդ բանակցային փաթեթը, այդ դրանով արդեն նախանշվում էր Լեռնային Ղարաբաղում պետական կարգի լուծարումը։ Հիմա դուք ասում եք, ես իրեն եմ մեջբերում, հիմա դուք ասում եք ստորագրվեց հրամանագիր, այսինքն ի վերջո երբ է լուծարման ընթացքը երբ նախանշվեց, այսինքն լուծարման ընթացքը դա համարում էր այն բանակցային փաթեթը, որ ստացել է այդ լուծարումը։ Լուծարման ընթացքը, եթե դուք խոսում եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներից մեկի մասին, վերջերս, այդ տրամաբանությունը ցավոք դրված է եղել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ամենասկզբից, որովհետև ամբողջ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչում էր Ադրբեջանի մաս։ Եթե դուք հարցնում եք ինչով ավարտվեց այդ ամբողջ պատմությունը ավարտվեց, երբ որ Լեռնային Ղարաբաղում իրականացրեցին իշխանապողություն, դրանից օրեր անց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ էթնիկ զտում, Սամվել Շահրամանյանն էլ ստորագրեց Լեռնային Ղարաբաղի լուծարման հիմա վերադառնանք ձեր հարցին։ Այդպիսի բան չի եղել։ Դեպքերի հաջորդականությունը ես էլ ասում եմ լուծարման փաստաթուղթ իրեն ինչ անշակում չի հերքել։ Իրեն հարց են տվել, ինքը ասել է չեմ հերքել։ Ինքը ասել է, որ այո, ինքը ծանոթ է եղել այդ լուծարման փաստաթղթին եւ խմբագրման աշխատանքներ արվել են։ Նիկոլ Փաշինյանը ասել է խմբագրություն։ Սխալ եք ասում։ Սխալ չեմ ասում։ Սխալ եք ասում։ Դուք ասուլիս եք Ես էլ ասում դուք սխալ եք։ Ես սխալ չեմ ասում։ Ես եմ ասել, պարոն Ռոբինյանն ինքն ասել է, հետո կնայենք իրար։ Դրանից դեպքերի հաջորդականությունն է փաստաթղթից, բայց փաստաթղթի մասին, եթե չեմ սխալվում, այդ ժամերին տեղեկացել եմ, բայց Հայաստանի Հանրապետությունը փաստաթղթի կազմման խմբագրմանը որևէ մասնակցություն չի ունեցել։ Պարոն Ռուբինյան, դեպքերի հաջորդականությունը հիշեք, երբ Շահրամանյանին եք ասում լուծարման փաստաթուղթն եք մեջբերում, դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը գնաց Շարլ Միշելի հետ հանդիպման, ասաց Արցախը ճանաչում Ադրբեջանի մաս, ճիշտ է։ Այսինքն դա Նիկոլ Փաշինյանն է արել, ուրիշ ոչ ոք չի արել։ Հարցերը տալիս եք։ Գոնե այդ հարցերը ճիշտ ձևակերպեք, որովհետև ես միշտ կարծել եմ, որ լրագրությունը ինքը տենց մոտավորապես գիտություն, հա, բայց մի ընդհատեք ինձ։ Լրագրությունը ինքը տենց մոտավորապես աշխատանք չի, հələ։ Իմ մայրն էլ է լրագրող եղել, իդեպ ես ամենայն հարգանքով եմ դա ասում, դուք նույն թերթում եք աշխատել իդեպ։ Տարբեր տարիներ։ Ինքը մոտավորապես բան չի, էլի, նախ Նիկոլ Փաշինյանը Շարլ Միշելին չի գնացել Պրահայում ասի, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։ Պրահայում ոչ թե ստորագրվել է, այլ ընդունվել է հայտարարություն, որը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ըստ այդ հայտարարության Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Փաստերը չեն փոխվում դրանից։ Սպասեք։ Եվս բաց ստորադասական սարքեր բարձ նախադասություն դրանից ոչինչ չի փոխվում։ Լրագրությունը բացի նրանից, որ ինքը մոտավորապես մասնագիտություն չի, նաև լրագրությունը ենթադրում է, որ երբ որ լրագրողը հարց է տալիս, պիտի լսի պատասխանը, եթե էլի հարց ունի, եթե լսի պատասխանը, եթե բավարարված չլինի, տրեյնինգ չէ, բայց ես իմ մտքերն եմ արտահայտում, կարծում եմ իրավունք ունեմ։ Դա ոչ թե գիտելիք է, այլ պարզ երևի գիտակցություն, գուցե ֆայն, բայց հա, ինչ է ենթադրում նաև լրագրություն, որ հարց եք տալիս, լսեք մինչև վերջ, եթե չի բավարարի ճշտելու բան կունենաք, մի հատ է հարց կտակ, մի հատ է կպատասխանի։ Մեր ընդդիմադիրները, ընդ որում ընդդիմադիրները այս հարցում ոչ միայն երկրի ներսում, այլ դրսում, ասում են, որ 2022 թվականի Պրահայի հայտարարությամբ հնարավորությունից զրկվեց ռուս խաղաղապահ զորախումբը որևէ բան անելու Լեռնային Ղարաբաղում եւ հետեւաբար դրա պատճառով 2023 թվականին ոչինչ չարեց։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Պրահայի հայտարարությունը ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերին, իսկ Փարուխի, Խծաբերդի,
եւ այլ դեպքեր, իսկ հիշեցնում եմ ինչ դեպքեր են, երբ որ ադրբեջանական զինված ուժերը օրինակ գրավեցին խծաբար Բերդ գյուղը, վերցրեցին վերահսկողության տակ, միջև այդ ՊԲ վերահսկողության տակ էր, դրանից հետո ադրբեջանական։ Նույնն էլ Փարուխը։ Դրանք տեղի էին ունեցել 2022 թվականի հոկտեմբերից առաջ, հետեւաբար ասել, որ ռուս զորախումբը, այո, ինչ որ հայտարարության պատճառով էր, որ չմիջամտեց, փաստագրված է, որ այդպես չէ։ Հաջորդը 2022 թվականի Պրահայի հայտարարությունից հետո, եթե չեմ սխալվում, 2023 թվականի սկզբներին էր, հունվարին կամ 22-ի վերջերին։ Ընդունվել է այլ եռակողմ հայտարարություն եւս Սոչիում։ Ժամկետը կարող սխալ ասեմ, բայց նոյեմբեր, 1 ամիս անց, որը ստորագրել են Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահ եւ Ռուսաստանի նախագահ, որում նշվում է, որ կողմերը վերահաստատեցին ռուս խաղաղապահ զորակազմի անհրաժեշտությունը եւ կարեւորությունը։ Հետեւաբար փաստարկը, որ Պրահայի փաստաթղթով հայտարարությամբ որևէ բան էր փոխվել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների որևէ ֆունկցիայում, հիշում եմ, որևէ ֆունկցիայում, հիշում եմ, որովհետև դուք հարցը տալիս եք Պրահայի հայտարարության մասին, ես ուրիշ տեղ չեմ տանում, դուք հարց տվեցիք, փորձելով ձեր հարցը կապել, հարցով կապել Պրահայի հայտարարությունը էթնիկ զտման հետ, ես էլ ձեզ ասում եմ, թե որն է կապը իրականում։ Բայց ինչ կարգավիճակով պետք է այդ դեպքում ապրեն արցախցիները։ Մի վարք, ես հիմա այս հարցին կպատասխանեմ, հաջորդն ձեր հարցին կպատասխանեմ։ Եվ հետևաբար Պրահայի հայտարարությունը որևէ կերպ որևէ բան չէր փոխել ոչ ռուս խաղաղապահ զորակազմի ֆունկցիաներում, ոչ կարգավիճակում, ոչնչում։ Էլ չեմ ասում, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն ռուս խաղաղապահ զորակազմի գոյությունը եւ ներկայությունը Լեռնային Ղարաբաղում պայմանավորված չէր ոչ Լեռնային Ղարաբաղի այս կամ այն կարգավիճակով, ոչ Հայաստանի եւ Ադրբեջանի այս կամ այն դիրքորոշմամբ այս կամ այն հարցի շուրջ, այլ սևով սպիտակին գրված էր, որ 5 տարով է այնտեղ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը 6 ամիս առաջ չի ասում ոչ։ Ձեր ասածը, որ Նիկոլ Փաշինյանը ասում է 86600 քառակուսի կիլոմետրը ճանաչում եմ Ադրբեջանի, ոչ մի բան իրենից չէր ներկայացնում այդ հայտարարությունը ձեր։ Լսում եք դուք։ Դուք ասում եք մեկ Ես ձեզ ասում եմ ձեր հարցի համատեքստը հետևյալն է։ Ձեր հարցի համատեքստը ասում է, որ քանի որ ընդ որում ձեր հարցի համատեքստը չի միայն, էլի, մեր անդիմադիր խմբակների եւ նաեւ դրսից նրանց ինչ ասեմ, ձայնակցողների հետեւյալ թեզն եք դուք կրկնում, որ Փաշինյանը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս Պրահայում, հետևաբար տեղի ունեցավ էթնիկ զտումը։ Այն փաստը, որ ռուս խաղաղապահ զորակազմը այնտեղ էր եւ ոչինչ չարեց չնայած պիտի աներ, ոչ մեկի չի հետաքրում։ Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին հորդորեցին, օրինակ, չգնալ Սոֆիա կամ Բրատիսլավա եւ գնալ եւ լավ դա ոչ մեկի չի հետաքրքրում։ Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի էլիտան մեզ ասում էր դավաճաններ, այսինչ եք անում, բայց ի վերջո իրենց ներկայացուցիչը ստորագրեց Լեռնային Ղարաբաղի լուծարումը, դա ոչ մեկի չի հետաքրքրում։ Չի հետաքրքրում։ 10 օրվա իշխանություն մեզ ռուս խաղաղապահներից չենք պահանջում։ Ես 10 օրվա իշխանություն դրա համար ասում Լեռնային Ղարաբաղի Ման Ռուբինյան, դուք որ ասում եք չգնացին Եվրոպայում բանակցելու, այ դուք ինչ էիք անում, որ Արցախի իշխանությունները կարողանային հաղթահարել Մոսկվայից եկող ճնշումները եւ կարողանային գնալ Եվրոպայում բանակցելու, որովհետեւ այդ շրջանում մեծ ճնշում է եղել։ Բայց այդ պնդումը որտեղից է կանում։ Նաեւ Արցախցի գործիչներն են հայտարարում։ Ես ոչ հաստատում եմ, ոչ հերքում եմ, բայց եթե Արցախի գործիչներն են հայտարարում, խնդրում եմ իրենց հարցրեք, թող հրապարակայնորեն հայտարարեն, իմանանք այդ ինչ ճիշտ է։ Ասում են 2 տարի ասում են։ Տոմսերը առել են, բայց հրաժարվել են։ Արցախի հանրային քաղաքական գործիչները, ովքեր կաշկանդված չեն խոսելու Դե խնդրում եմ այդ թվում Լեռնային Ղարաբաղի
հենց այն պաշտոնյաներից հրապարակային հարցրեք, որոնք այդ պահին պաշտոնյա են։ Խնդրում եմ հարցրեք, ինձ էլ հետաքրքիր հրապարակային օրենի ինչ կասեն։ Պարոն Ռուբինյան, Կետերից մեկը դիվանագիտական նոր կորպուսի ձևավորումն է, որ պետք է տարբերակել դաշնակիցներին գործընկերներից։ Ինչ նկատի ունեք։ Չգիտեմ, երևի նկատի ուներ, որ օրինակ Էդգար Ղազարյանի պես հանճարեղ դիվանագետին պետքա նորից դեսպան նշանակեն։ Տենց էլի փեսուն երևի նորից դեսպան կնշանակի, այդ տիպի է։ Պարոն Ռուբինյան, դուք անընդհատ ասում եք, որ նախկինները եղել են իշխանազավթներ եւ Լեռնային Ղարաբաղի հարցը օգտագործել են իշխանությունը պահելու համար։ Նախկինների օրոք Արցախը եղել է հայկական, հիմա մենք Արցախ չունենք եւ հարցը ով է հիմա դավաճանը, կապիտուլյանտը, հողատուն։ Ինչ եք ուզում ձեր հարցին պատասխանել։ ասեք ով է։ Նիկոլ Փաշինյանը։ Անիմաստ, այսինքն էլի հիմա որ էլի ասեմ, որ ես կարծում եմ, որ լրագրությունը հանրությանը ինֆորմացիա փոխանցելու համար է եւ ոչ ակտիվիզմով զբաղվելու, կասեք թիրախավորում եք։ Դուք լրագրողի դեր եք։ Ես հիմա ասում եմ, ես ընդհանրապես տրամաբանությունը կհուշեր, որ պետք է ասեմ դավաճաննել են իրանք, կապիտուլյանտնել են իրանք, հողատունել են իրանք, բայց քանի որ ես ընդհանրապես դեմ եմ նրան նման խոսի օգտագործելու, չէ, ներողություն, բայց քանի որ ես դեմ եմ նրան նման խոսի օգտագործելու, ես պետք է ասեմ, կրկնեմ իմ ասածը, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանազավթ խմբակների ամբողջ քաղաքական հետագիծը հետևյալն է՝ օգտագործել Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանում իշխանությունը զավթելու եւ պահելու համար եւ թալանել երկիրը։ Էսա ու իրանք եթե ասում են հողատու, թող հարց տան իրանք, եթե իրանք համարում են, որ օրինակ Լեռնային Ղարաբաղը հայրենիք է, որը հանձնվել է, ինչու են իրենք բանակցում, օրինակ Ջաբրայելի եւ Խարվաճարի հանձնման շուրջ, արդյոք իրենք հողատու էին, կապիտուլյանտ էին, հաջորդ հարցը տամ, իրենց պրոտեժեները Լեռնային Ղարաբաղում բառի զբուն իմաստով ստորագրել են Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթ, իրենք կապիտուլյանտ են ու ընդհանրապես, երբ որ իրենք Հայաստանի ներքաղաքական դաշտում արդարացնում են ցանկացած երրորդ ուժի ու մեղադրում են ամեն ինչում Հայաստանին, ոչ միայն Հայաստանի կառավարությանը։ Ես նույնիսկ հիշում եմ, որ Սերժ Սարգսյանը, ձեր սիրելի, 2021 թվականին հանրային հարցազրույցում Հայաստանին մեղադրում էր Գյանջայի քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու համար։ Հիմա ինքը դավաճանա, հողատույա, կապիտուլյանտա, թե ինչա։ Շնորհակալություն։ Իմ հարցը լրիվ ուրիշ բանի մասին է։ Anja